Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն մարտի 31-ն է, մեկ ամսից ավել է մեր տարածաշրջանում, կարելի ասել մեր տարածաշրջանում, քանի որ Հայաստանի հարևանությամբ է այդ պատերազմը, մեծ պատերազմ է, մեկ ամսից ավել է եւ այն զոր ավելի վտանգավոր է դառնում, ահագնանում է եւ նոր սպառնալիքներ է ստեղծում մեր երկրների համար։ Կասեմ, թե ինչի մասին է խոսքը եւ կփորձենք վերլուծել, հասկանալ, քանի որ ընթացքը այս պատերազմը իրոք շատ ու շատ ավելի մտահոգիչ է դառնում, քան ենթադրում էինք պատերազմի ամենասկզբում։ Մտածում էինք, դե հերթական պատերազմն է, կանցնի կգնա, կարող է ավելի լավը դառնա տարածաշրջանը, սակայն հիմա արդեն գրեթե լավի մասին չենք խոսում, կամ շատ ավելի քիչ ենք խոսում եւ վտանգները ավելի ու ավելի շատ են դարձել ռեալ իրական վտանգ։ Հայաստանից կրկին մեծաշուր շատ բան չկա խոսելու, Վրաստանից կարող եմ ասել այն, որ երեք շատ կարևոր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջեւ։ Սա կարող եմ ասել, որ առաջին ամենաբարձր շփումն է իմ պատկերացում, ճիշտ է, Վրաստանի նախագահն էլ որոշ շփումներ ունեցել էր, բայց սա կարելի է համարել ամենաբարձր շփումը Վրաստանի վարչապետի ներկայիս Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանության հետ, եւ սա կարևոր է նաեւ նրանով, որ հարաբերությունները շատ են վատացել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ։ Ճիշտ է, դա տեղի էր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախորդ ադմինիստրացիայի օրոք, բայց փաստ է, որ դրանք մինչև հիմա բավականին բարդ եւ լարված են մնում։ Հիմա այս հեռախոսազրույցը նոր փորձ է, նոր լիցք հաղորդելու վրաց-ամերիկյան հարաբերություն։ Երկու խոսք կուզենամ ասել նաեւ Ադրբեջանի, քանի որ նոր ցեղասպանություն են հիմա էլ հորինել ադրբեջանցիները եւ մարտի 31-ը հիշում են որպես ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության օր, իբր հայերը, ազգայնական հայերը 100 տարուց մի փոքր ավելի առաջ ցեղասպանության են ենթարկել ադրբեջանցիներին։ Ալիևն է կիսվել նկարով եւ գրառումով, Ադրբեջանի արտգործ նախարարությունն է հանդես գալիս հայտարարություններով, իրենց մարդու իրավունքների պաշտպանն է դիմում միջազգային հանրությանը, այսինքն Ադրբեջանը այնուամենայնիվ շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն։ Եվ ինչքան էլ մենք խոսում ենք խաղաղությունից, ճիշտ է, իրանց մոտ էլ կան նման խոսակցություններ, ընդհանուր առմամբ կարծես թե լարվածության նվազում կա, սահմանին խաղաղ է, բայց տեսնում ենք, որ այնուամենայնիվ Ադրբեջանը ունի հեռու գնացող նպատակներ, այսպիսի հորինված ամսաթվերով ինչ որ ցեղասպանությունների մասին է խոսում։ Ես կուզենայի, որ Հայաստանի իշխանությունները շատ ուշադիր գտնվեին նմանատիպ հայտարարությունների նկատմամբ։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ մեր շուրջ։ Երկու բառով սկսենք Ուկրաինայից, քանի որ երեք չենք հասցրել այդ հարցին անդրադառնալ մեր հաղորդման մեջ։ Ուկրաինան փաստացի երեք շատ հզոր հարձակում իրականացրել Տագանրոգի ուղղությամբ եւ բազմաթիվ խոշոր ռուսական օբյեկտներ էր խոցել, այդ թվում նաեւ բազմաթիվ այս վերջին օրերին բազմաթիվ խոշոր նավթային օբյեկտներ Ուկրաինան կարողանում խոցել։ Կարելի ասել, որ ամեն ամիս կամ ամիս առ ամիս շատ լուրջ ձևով կատարելագործում են ուկրաինական դրոները, եւ եթե նախկինում ուկրաինական դրոները չէին կարողանում կամ շատ ավելի դժվար էին հաղթահարում ռուսական հակաօդային պաշտպանությունը ամենապաշտպանված վայրերի վրա կամ հեռահար օբյեկտների վրա, ապա հիմա շատ ավելի հեշտ է դարձել Ուկրաինային խոցել ամենապաշտպանված Ռուսաստանի օբյեկտները։ Իսկ թե ինչ է կատարվում հիմա Իրանի շուրջ, կարծում եմ դա ամենակարևորն է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։ Հիշեցնեմ արագ լայքերի մասին, բաժանորդագրումների մասին եւ սկսում ենք։ Հետաքրքիր է, որ Իսպանիան փաստացի արգելում է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներին օգտագործել իր ավիաբազաները։ Իսպանիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև շատ մեծ լարվածություն կա։ Թրամփը հիշում եք նաեւ մոտ 2 շաբաթ առաջ հայտարարել էր, որ եթե իրենք ուզենան, կարող են նույնիսկ առանց հարցանելու օգտագործեն այդ ավիաբազաները Իսպանիայի վրա
նաև պատժամիջոցներ էր սպառնում մտցնել Իսպանիայի նկատմամբ, բայց ահա մենք տեսնում ենք, որ Իսպանիան փաստացի ինքն է կարողանում այս պահի դրությամբ արգելել Ամերիկայի Միացյալ Նահանգներին օգտագործել իր օդը Իրանին հարվածելու համար։ Դա լրացուցիչ շատ մեծ խնդիրներ է ստեղծում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ դերևս չի երևում, որ Թրամփը առանց հարցնելու Իսպանիային որևիցե գործողություններ իրականացնի Իսպանիայի վրա։ Ես հիացած չեմ Իսպանիայի որոշումներով, կասեմ թե ինչու Դոնալդ Թրամփը իրոք շատ անհավասարակշռված իրեն պահում, ստախոսի նման սպառնում է մեկ սրան, մեկ նրան, այդ ամենի մասին մենք բոլորս գիտենք, այդ մասին բազմիցս խոսել ենք, ինչը վայել չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, բայց թե Իսպանիան, թե մնացած եվրոպական երկրները գլոբալ այս պատերազմի անկալումը կարծես թե չունեն։ Հա, բոլորս էլ հասկանում ենք, որ Իսրայելն է դրդել Դոնալդ Թրամփին գնալ այս պատերազմին։ Հիմա պատկերացնում եմ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչ վերաբերմունքի կարժանանան սրանից հետո այն քաղաքական գործիչները, որոնք որ համակրում են Իսրայելին կամ Իսրայելի լոբիստական կազմակերպությունների ազդեցության տակ։ Ամենայն հավանականությամբ այս պատերազմից հետո եւ Դոնալդ Թրամփի իշխանավարումից հետո կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, երբ հրեական համայնքի դիրքերը թուլանան, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությունը մեծ մասամբ հիմա մեղադրում է նաև Իսրայելին, Նետանյահուին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խրվեց Իրանի դեմ այս մեծ պատերազմի մեջ։ Պատերազմը Մերձավոր Արևելքում, ինչպես գիտեք, շարունակվել է։ Իրանին հաջողվել է հարվածներ հասցնել Իսրայելին նույնիսկ նավթավերամշակման գործարանի է կարողացել հարված հասցնել Իսրայելը, Իրաքում ամերիկյան համալսարանի է հարված հասցվել, Քուվեյթում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազային, պայթյուններ են որոտացել նաև Դուբայում, իսկ Իսրայելը հաղորդում է այն մասին, որ հաջողվել է իրենց սպանել, այսինքն լիկվիդացնել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարին։ Փաստացի Իսրայելը դերևս շարունակում է իր որսը Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Դրանից բացի Իսրայելը շատ հետաքրքիր եւ կարևոր հարվածներ է հասցրել Կասպիայում, այսինքն Կասպից ծովի մերձակայքում իրանական հակաօդային պաշտպանության։ Ես զարմանում եմ, որ մինչև հիմա հակաօդային պաշտպանություն է մնացել Իրանում, բայց այս հաղորդագրությունը բավականին կարևոր է, քանի որ յուրաքանչյուր գործողություն, որը որ տեղի ունենում Կասպից ծովի վրա կամ Կասպից ծովի մերձակայքում, դա արվում է կոնկրետ Ադրբեջանի համար։ Եվ դրանից բացի երեք տեղեկություն կար նաև այն մասին, որ իրանական հրթիռը կրկին թռել է Թուրքիայի ուղղությամբ եւ այն կրկին ոչնչացվել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կողմից։ Կատարվածը դատապարտել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, դրանից բացի հեռախոսազրույցը տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի եւ Իրանի արտգործնախարարի միջև։ Իրանը ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններին հարված է հասցրել Միացյալ Արաբական Էմիրությունների ափերին գտնվող տանկերի, այսինքն Հորմուզի նեղուցը եւ այս նավթային պատերազմը ընդհանուր առմամբ շարունակվում է։ Մեծ հարված է հասցվել Իսֆախանին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է այն տեսանյութը, թե ինչպես 900 կիլոգրամանոց մեծ ռումբ են գցում Իրանի վրա։ Այսինքն մենք կարող ենք նաև փաստել, որ ի տարբերություն նախորդ պատերազմի, այս պատերազմի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կարողացան գտնել եւ ոչնչացնել Իրանի ատոմային գրեթե բոլոր օբյեկտները, որոնք որ նախկինում թաքնված էին մնում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի աչքից։ Կարծում եմ կարևոր է նաև նշել, որ այս պատերազմը արդեն իսկ արժեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար 35 միլիարդ դոլար։ Ահռելի մեծ գումար է, բայց պատերազմը մենք գիտենք, որ դեռևս շարունակվում է։ Թրամփը նաև հայտարարել է, թե Թրամփի հայտարարություններից երբ որ խոսում մենք ուղղակի չենք կարող մեր հաղորդումների մեջ չանդրադառնալ Թրամփի հայտարարություններին, բայց բոլորս պետք է հասկանանք մեկ բան, որ Թրամփը մեկ այլ բան է ասում, մեկ ուրիշ բան է։ Թրամփի հայտարարությունների վրա վերլուծություններ կառուցելը բավականին դժվար գործ է։ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկները 15 կետից Իրանը ընդունել է,
բայց իրանք մտածում են 1-2-3 առաջարկ նույնպես 1-2-3 պահանջ նույնպես ավելացնել այդ կետերի վրա։ Թրամփը նաև հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ամենայն հավանականությամբ շատ ծանր վիրավոր է կամ արդեն մահացել է։ Նա ասում է, որ մենք ոչինչ չենք իմացել շատ վաղուց նրա մասին։ Այս հայտարարությունները նոր չէ, որ անում է, այսինքն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։ Բայց ամենակարևոր եւ վտանգավոր Թրամփի հայտարարությունը այն է, որ Թրամփը ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ բանակցություններ է վարում Իրանի նոր ավելի խելացի ռեժիմի հետ մեր ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նրա խոսքերով մեծ առաջընթաց է գրանցվել, բայց եթե որևիցե պատճառով շուտով համաձայնության չհասնենք եւ եթե Հորմուզի նեղուցը անմիջապես չբացվի բիզնեսի համար, մենք կավարտենք մեր ներկայությունը հարված հասցնելով Իրանի էներգետիկ համակարգին, ամբողջությամբ կոչնչացնենք նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը եւ Խարկ կղզին, ինչպես նաեւ ջրի աղազերծման կայանները, այսինքն նույնիսկ ջրային օբյեկտների վրա հարված է հասցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ դա իրոք աղետի է հանգեցնելու Իրանում, այսինքն ասում մենք դրանով կավարտենք մեր ռազմական գործողությունները, այսինքն Խարկ կղզին կարող է հարվածի ենթարկվի, եթե չկարողանան գրավել, մենք չգիտենք հիմա Թրամփը մեկ այսպիսի հայտարարություն անում, մեկ այնպիսի, այն որ ծովային հետևակը արդեն գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանում եւ էլի նոր ուժեր են բերվում, մոտ 9000 ուժեր կուտակվում Ամերիկայի Միացյալ Նահանգների, դրա մասին մենք խոսել ենք։ Բայց եթե այս ձևով ավարտի Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ներկայությունը, Իրանում դա իրոք աղետ կլինի Իրանի ժողովրդի համար եւ ամբողջ տարածաշրջանի համար եւ տասնյակ հազարավոր, նույնիսկ 100 հազարավոր մարդիկ կդառնան ուղղակի փախստական, պատկերացնում եք, եթե ջրի խնդիր առաջանա, էլեկտրոէներգիա չլինի, ընդհանրապես վառելիք չլինի Իրանում, գազ չլինի, ապա մարդիկ ստիպված կլինեն սով կսկսվի համակարգ, սով կսկսվի եւ մարդիկ ստիպված կլինեն արտագաղթել եւ դա շատ վտանգավոր է նաեւ մեզ համար։ Այսպիսի քայլերը Դոնալդ Թրամփի կողմից շատ անմարդկային քայլ կարող է դիտարկվել եւ նույնիսկ սա կարող է համարվել արդեն պատերազմական հանցագործություն։ Սրա մասին են խոսում բազմաթիվ փորձագետներ, իրավապաշտպաններ, որ եթե նման գործողությունների դիմի Ամերիկայի Միացյալ Նահանգները, սա իրոք շատ մեծ աղետ կլինի եւ պատերազմական հանցագործություն եւ ցավոք սրտի ես նաեւ դա չեմ կարող բացառել, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսնում ենք, որ դժվարանում է բացել Հորմուզի նեղուցը, որոշակի գործողությունների լուրջ պատրաստվում են, երևի թե իրենք էլ մինչև վերջ չունեն կոնկրետ ծրագիր, թե ինչ են անելու։ Մի քանի ծրագիր կա միանգամից սեղանի վրա եւ ծրագրերից մեկը հենց դա է, որ փորձեն ոչնչացնել նավթահորերը, էներգետիկ համակարգը, նույնիսկ ջրային օբյեկտներին հարված հասցվի Իրանի եւ դրանով իրենք կարող է ավարտեն այս պատերազմը։ Բայց մենք տեսնում ենք, որ Իրանը այնուամենայնիվ չի հանձնվում, երեք խորհրդարան են մտցրել Իրանի այն հարցը, որ Հորմուզի նեղուցը պետք է վերահսկի Իրանը եւ բոլորը պետք է փող վճարեն, որպեսզի այնտեղով անցնեն, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ նրանց մտերիմ դաշնակիցները, ովքեր որ մասնակցել են այս օպերացիային, նրանք չպետք է օգտվեն Հորմուզի նեղուցով։ Ինչ այլոց արդեն առաջին կոմիտեով այդ հարցը անցել է եւ Իրանը անզիջում ձևով այդ հարցը առաջ է մղում։ Դրանից բացի ինքը դուրս է գալիս ատոմային զենքի չտարածման այդ կոնվենցիայից, խորհրդարանի որոշման միջոցով են փորձում դա անել, եւ դա եւս կարող է մեծ եւ լուրջ վտանգներ ստեղծել ապագայում, եթե բանակցությունները իրոք արդյունք չտան, բանակցությունների առումով կրկին հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարարությունը։ Իրանի արտգործնախարարության պնդումներով Իրանը չի բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ չի մասնակցել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Եգիպտոսի միջև Իսլամաբադում կայացած հանդիպմանը։ Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից առաջարկ է ստացել բանակցություններ վարել Պակիստանի եւ այլ երկրների միջոցով, բայց Վաշինգտոնի հետ անմիջական շփումներ չեն եղել։ Թրամփը ասում էր, չէ, որ անմիջական շփումներ նույնպես հիմա ով է ստում, դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ Թրամփը։ Հորմուզի նեղուցին անդրադարձել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների
պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ասում է, որ Իրանը սպառնում է օրենքի մակարդակով վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ, ասում է, որ մենք երբեք դա թույլ չենք տա, բայց ասում է մեր դաշնակիցները պետք է մտահոգվեն, քանի որ մենք շատ փոքր մաս ենք ստանում այդտեղից էներգիայի, նավթի եւ այդ հարցով պետք է մտահոգվեն մեր դաշնակիցները, ակնարկելով հստակ եվրոպացիների, բայց նաեւ մոռացա ասել, որ Թրամփը չնայած որ այդպիսի շատ կոշտ հայտարարություն է արել, այդպիսի կոշտ հայտարարություն է արել լուրջ սպառնալիքներ ստեղծելով տարածաշրջանի համար, բայց նաև մի պահ ասել է, որ մենք ընդհանրապես կարող է թողնենք եւ դուրս գանք, թողնենք այդպիսի իրավիճակում Հորմուզի նեղուցը, թող իրենք մտածեն թե ինչ են անում։ Նրանց բացի Իրանի առաջին փոխնախագահ Մահմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Իրանի հակառակորդները աղաչում են իրենց բանակցություններ սկսել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Թրամփն էր ասում, որ իրանցիներն են աղաչում Ամերիկային բանակցություններ սկսելու, հիմա սրանք ասում են, որ իրանցիները, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են աղաչում բանակցություններ սկսել Հորմուզի նեղուցը բացելու համար, բայց ոչ միայն ամերիկացին։ Նա ասում է, որ մեր զինված ուժերը աշխարհի ամենահզորներն են։ Մենք հաղթեցինք ագրեսորին եւ հիմա նրանք աղաչում են բանակցություններ սկսել Հորմուզի նեղուցը վերաբացելու համար, բայց մենք պետք է տեսնենք, թե որքանով են նրանք իսկապես պատրաստ փոխզիջման։ Նրանք պետք է արտահայտեն ոսկե արտահայտություն, մենք այլևս չենք հարձակվի Իրանի վրա եւ կճանաչենք Իրանի բոլոր միջազգային իրավունքները, ասել է նա։ Հետաքրքիր է, որ այս հայտարարություններին կոնկրետ գործողություններ է հետևում։ Կեսգիշերից մինչև այսօր առավոտյան Իրանի բանակի մարտական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան ռադարային կայանների վրա, որոնք կատարում էին հրթիռների եւ մարտական անօդաչու թռչող սարքերի հրթիռների հայտնաբերման եւ հետևման առաքելություններ։ Դրանից բացի, այդ նույն հարձակման ընթացքում իրանական դրոնները նաեւ հարված են հասցրել Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի տեղակայման վայրին նույնպես։ Ինչ կարող եմ ասել։ Կարող եմ ասել իմ կողմից միայն այն, որ մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շատ ծանր ռմբակոծությունների են ենթարկում Իրանը։ Ավելի մեծ ռումբեր է սկսել կիրառել Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեծ 1 տոննանոց ռումբեր, որոնք որ բավականին լուրջ մեծ բունկերային ռումբեր են։ Նրանց բացի Իսրայելը ակտիվանում է նաև Կասպից ծովի շրջակա տարածքների վրա եւ նաև Կասպից ծովի վրա, որսը Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շարունակվում է եւ այնուամենայնիվ ու չնայած որ հաջողություններին փոքր նվազել են, բայց նրանք այնուամենայնիվ շարունակվում են, դրա մասին է խոսում, ինչպես արդեն նշեցի, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի ոչնչացումը, բայց Իրանն էլ իր հերթին կարողանում է շատ ցավոտ հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին, հատկապես այնտեղի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությանը ռազմաբազաներին օրեր առաջ շատ կարևոր ինքնաթիռ էին կարողացել հարվածել, որից որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ 15 հատ ունի մարտերի վարման համար շատ մեծ եւ կարևոր ինքնաթիռի, կարևոր ռադարների են կարողանում հարված հասցնել իրանցիները, պետք է մենք այս մասին նույնպես խոսենք, բայց այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը օդում ունեն գերակայություն, Իրանի օդում ունեն գերակայություն։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները, որոնք որ կենտրոնացած են եւ ելի ու ելի կենտրոնանում են Մերձավոր Արևելքում, ոչ ոք չգիտի թե օգտագործվելու են արդյոք ցամաքային գործողության համար, թե չէ, ամենայն հավանականությամբ կօգտագործվեն։ Բայց այս սպառնալիքը Թրամփի սա աննախադեպ է։ Եթե իրոք Թրամփը որոշում կայացնի այս ձևով պատերազմը ավարտել, քանի որ վերջերս շատ է խոսում, որ ինքը ավարտում է պատերազմը, նույնիսկ լրագրողները հաշվել են, որ 12 անգամ Թրամփը հայտարարել է վերջին օրերի ընթացքում, որ ինքը ավարտում է արդեն պատերազմը Իրանի նկատմամբ։ Եթե այս ձևին որոշի ավարտել պատերազմը հասցնելով հարվածներ Իրանի էլեկտրական կայաններին, ջրհորերին, նավթահորերին, Խարկ կղզում, նավթային արդյունաբերությանը, գազին, դա միանգամից նաև կբարձրացնի նավթի գները, ավելի շատ ու շատ կբարձրացնի, բայց շատ մեծ փախստականների ալիք կստեղծի եւ դրանից միանշանակ կտուժենք նաև մենք։ Ու սրանից բացի Թրամփը չնայած որ պլանավորում է
ավարտել այս պատերազմը, դրանից բացի ինքը փորձում է իր ծախսած գումարները այս պատերազմի վրա ստանալ արաբական երկրներից։ Այդ 33 միլիարդ դոլարը, որը որ ծախսել է պատերազմի վրա եւ համոզված եմ շատ ավելին, ինքը փորձելու է ստանալ արաբական երկրներից։ Սա միանշանակ աղետ է դառնալու Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայության համար Մերձավոր Արևելքում։ Ինչալոց ես սա չեմ հորինում, այս մասին հայտարարել է, որ իրենք փորձում են ստանալ Ամերիկայի արաբական երկրներից մեծ գումարներ, որպեսզի կարողանան փակել ռազմական գործողություն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ։ Եվ վերջում կարող եմ ասել այն, որ եթե այսպիսի ընթացք ունենա այս պատերազմը եւ այս ձևով որոշի ավարտել պատերազմը Դոնալդ Թրամփը, սա մեծ հարված է հասցնելու ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակության ամբողջ աշխարհում արդեն է հարված հասցրել ներկայությանը Մերձավոր Արևելքում, նաև կազդի այն մեր տարածաշրջանի վրա եւ գլոբալ իմաստով Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայության վրա։ Սակայն շատ հույսով եմ նման քայլ եւ գործողությունների այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն դիմի։ Տվյալ պարագայում մեզ համար նույնիսկ շատ ավելի ընդունելի է, որ ցամաքային որոշ գործողություն լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձեն եւ ստացվի իրենց մոտ գրավեն Խարկ կղզին, փորձեն մի փոքր հետ մղել ափերից Իրանի զինվորականների հրթիռային կայանները, կարողանան ավելի արդյունավետ ոչնչացնել դրոների դեմ, կարողանան ավելի արդյունավետ պայքար մղել, ահա սա շատ ավելի նախընտրելի տարբերակ կլինի մեզ համար։ Հիմնականում այսքան այսօրվա համար, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն։